Փաստաբանների պալատը դատապարտում է Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը։ Դատավորների հասցեին սուր քննադատությունները համատեղելի են մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Խորհրդին հակադարձել է պալատը։ Բարձրագույն դատական խորհուրդը օրեր առաջ հորդորել էր փաստաբաններին զերծ մնալ դատավորներին արատավորող հրապարակումներից։ Մտահոգված են սոցիալական ցանցերում փաստաբանների գրառումներով ու համարում են նրանց քննադատական գրառումները չեն բխում մասնագիտական էթիկայից ու դատական համակարգը վարկաբեկելու միտում ունեն։ Արտարոց էր Բարձրագույն դատական խորհրդի անունից տրված հայտարարությունը այն իմաստով, որ մի ամբողջ ինստիտուտի անունից արձագանքում են փաստաբաններին եւ պարզ է, որ թիրախում ես էի։ Խորհրդի հայտարարությունում ոչ մի օրինակ չկա, թե որ գրառումներն են վարկաբեկում դատավորներին, որ գործերով փաստաբաններին հատկապես նկատի ունեն։ Ինչի մասին է խոսքը։ Մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանի անունն են տեքստում մի տեղ նշել խորհրդի համար քննադատելի սխեմա օգտագործելու համար։ Միևնույն ժամանակ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները հաջողությամբ կիրառում են հետևյալ կանխատեսելի սխեման. դատավորների մասին սեփական դատողությունների հրապարակում, դատավորների լուսանկարների հանրայնացում, մամուլի միջոցով տիրաժավորում, սոցհարթակային քննարկման առիթ, որն ինչ-որ փուլից վերաճում է այլ թեմաներով քննարկման։ Նկատենք, որ այդ կանխատեսելի սխեման օգտագործում է նաև փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը կարծում է թիրախում իր վերջին գրառումներից մեկն է, որն ուղղված է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկին։ Նա կարգալույց քահանաների օգտին դատավորների որոշումները համեմատել էր սրբապղծության հետ։ Ես ասել էի, որ դատավորների այս գործողությունները, որոնց վերաբերյալ ես որոշակի տեղեկություններ էի ներկայացրել, գրել է հոգևոր դաշտում հավասարեցվում են սրբապղծության։ Իսկ այդ դատավորներից մեկը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանն է։ Մյուս երկուսը Արմավիրի մարզի դատավորներ Հովհաննես Մելքոնյանն ու Սիմա Աբովյանը։ Ըստ փաստաբանի այս դատավորները քննել են դատական իշխանության տիրույթում չգտնվող հարց ու այդպես քրեական հանցանք կատարել։ Փաստաբան Զոհրաբյանը գրել էր, թե դատավորների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության։ Ամենևին չեմ ասել, որ դատավորը սրբապիղծ է կամ նման վիրավորանք չեմ ներկայացրել դատավորին։ Տեսեք, աշխարհիկ անձին արգելվում է օրինակ սրբությունների հետ առնչվել, հա, պայմանական Սուրբ Միրոնի չի կարող առնչվել, չի կարող դիպչել եւ չի կարող հոգեվոր ծեսեր կատարել։ Եվ դատարանը ինքը պարտավորեցնում է այդ հոգեվորականը նման բան անի, օրինակ մկրտություն անի, ամուսնության խորհուրդ կատարի, որոնք ուղիղ սրբապղծություն են։ Կարգալույց քահանայի արածն է սրբապղծություն դառնում, բայց դատանի որոշման հիմքով։ Պալատից հակադարձում են փաստաբանների մասնագիտական քննադատություններին միջամտելը ժողովրդավարական սկզբունքներից դուրս է, սահմանափակում են նրանց գործունեությունը։ Փաստաբանները քննադատելու իրավունք ունեն ու նրանց վարքագծի հետ կապված հարցերն էլ քննում են միայն օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բարձրագույն դատական խորհուրդը կամ խորհրդի որոշ պաշտոնատար անձինք անուղղակի մատնում են, որ այս գործընթացի հետևում իրենք են կանգնած։ Այսինքն այս դատավորների կողմից նման որոշումներ կայացնելու եւ բնականաբար նման հետևանքների կիրառման տեսակետից իրենք մասնակցություն ունեն եւ երբ այդ դատավորները հավանաբար բողոքել են, որ այսինչ է կատարվում, իրենք փորձել են իրենց պաշտպանության տակ վերցնել դատավորներին։ Բարձրագույն դատական խորհրդին ինչ բովանդակությամբ գրառումներ են մտահոգել, ինչ փաստեր ունեն։ Խորհրդի տեքստում նշված չէ, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա դեմ չէ, որ եթե վիրավորական գրառում լինի, խորհուրդը արձագանքի դիմի փաստաբանների պալատ, որ քննեն, բայց ասում է թող լինի փաստարկված, ոչ թե անհասցե։ Ամեն մի դեպքով ընդհանրական նման հայտարարությունները առանց ուսումնասիրության, հիմնավորման չի կարելի ընդունելի համարել, մանավանդ նույնիսկ կրկնեմ, որ միայն փաստաբանները չեն։ Նաև կան այլ քաղաքական գործիչներ եւ այլն, որ դատական իշխանության հեղինակության հետ կապված անթույլատեղի հայտարարություններ են կատարում։ Իմ կարծիքով պետք է ամեն մի նման դեպքով կա ընթացակարգեր։ Իրավապաշտպան Սաքունցը համաձայն չէ, որ Բարձրագույն դատական խորհուրդը խոսել է փաստաբաններին զսպելու նպատակով։ Կան փաստաբաներ, որ քաղաքական գործի պահվածք ունեն, ասում է Արթուր Սաքունցը առանց անուններ նշելու։ Փաստաբանը համ քաղաքական գործիչ է հանդես գալիս, համ փաստաբան։ Փաստաբանը հանդես է գալիս իր պաշտպանյալի քաղաքական խոսնակը։ Էթիկայի հարցեր կան։ Թեթիվը կայանում է նրանում, որ նույնիսկ եմ կրկնում։ Իրապես այնքան շատ խառն է, որ հիմա ԲԴԽ-ն փոխանակ
իրապես իրավական մեթոդներով շարժվի, նման հայտարարություն է տալիս, որը նույնիսկ բացարձակ ոչ մի խնդիր չի լուծում։ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունը դատարանների անկախությունը երաշխավորելն է։ Ինչու են փաստաբանների քննադատությունները քննարկում, ունեն լիազորություն, կոնկրետ որ գրառումներն են իրենց մտահոգել, արդյոք խորհուրդը նիստի արդյունքում է այս հայտարարությունն ընդունել։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակը 2 օր է խոստանում է մեր հարցերին ավելի ուշ պատասխանել։